نداره حالا حاجی نه حالا بپرسن راحت باشم مهم نیست که آراچیکایوم Մանրամաս թեման այսօրվա Ջան այդ համագործակցությունը կստացվի تاثیر جشنواره‌های مانند این جشنواره‌ای که امروز در گوریس برگزار شد تاثیر در روابط ایران و ارمنستان خواهد داشت. ما چون که خبر داریم حدود 1 سال و نیم پیش کنسولگری ایران در کاپان افتتاح می‌خواستیم ببینیم در این زمین در این 1 سال و نیم اخیر چه اتفاقاتی افتاده در منطقه سوریه از نظر ارتباطات. بله خب ببینید همونجوری که شما هم گفتید کنسولگری ایران سرکنسولگری ایران کمتر از 2 ساله که تأسیس شده و با اینکه این مدت کوتاهی هستش اما به دلیل ارتباطات کهن و دیرینه‌ای که میون مردم ما و ارمنستان هست، دو ملت ایران و ارمنستان هست، این ارتباطات خیلی سریع به خاطر اینکه بسترهاش و زمینه‌هاش فراهم هست ایجاد شده و ما الان برای اولین بار در شهر زیبای گوریس به اتفاق آقای شهرداد این مراسم به اصطلاح چیزو افتتاح میکنیم. این به اصطلاح جشن فرهنگی که دو طرف برش مدت پیش توافق نظر داشتن افتتاح میکنم. Իրանի գլխավոր ուղղաթիռը կապանում արդեն հիմնավորվել եւ աշխատում է, բայց դա շատ կարճ ժամանակ է ինչ որ գործունեություն ծավալելու համար, բայց մենք այս հիմք ընդունելով մեր պատմական հազարամյա անցյալը դա հիմք դառավ, որպեսզի մենք շատ արագ կարողանանք գործադրենք մեր ծրագրերը, որովհետեւ պատմական անցյալը արդեն իսկ գոյություն ուներ, հիմք ուներ եւ շատ հեշտ էր այդ իրագործել եւ սա մեր առաջի համագործակցությունն է Գորիսում, կարելի է անվանել մշակութային միջոցառում, որպես առաջին քայլ եւ շարունակական կլինի նման բան։ Գորիսի գեղեցիկ քաղաքում։ Իսկ տնտեսական ներդրումներ այս մասով ինչ կարող են լինել Սյունիքի մասով կան արդեն նախադրյալներ կան ծրագրեր, որ հիմնարկվում են նկատողություն Եվ մի ավելացում էլ հարցին, հա, տնտեսական, տեսեք, մենք անկախացումից ի վեր ասում ենք, որ Իրանի հետ բարեկամ երկրներ ենք, բայց այսպիսի մի լավ խոսք ասма բարեկամ են, երբ որ նաև տնտեսական շահն է գործում։ Տեսեք, Ադրբեջանի հետ վերջերս բացվեց հիդրոէլեկտրակայան, բայց մենք մոտ 20 տարի խոսում ենք, որ Արաքսիապի մեղրի սահմանից պետք է հիդրոէլեկտրակայան բացվի, սակայն այն չի բացվում։ Ինչն է խնդիրը եւ երբ կլինի արդյոք այդ հիդրոէլեկտրակայան թեման։ میگن که در زمینه‌های اقتصادی می‌خواستن اگه میشه اطلاعاتی کسب کنن در آیا در این زمان کوتاهی که حالا فرمودید در منطقه کاپان و سوریه تشریف دارید و آیا ایران برنامه‌های اقتصادی خاصی در این منطقه داره؟ برای مثال خانم میگن که چندین وقتی در مورد بحث با شدن این منطقه هیدرو الکترونیکی که در منطقه ارس در حاشیه رود ارس صحبت شده، آیا قدمی برداشته شده یا خیر؟ بله خب ببینید اصلا یکی از دلایل افتتاحیه سرکنسولگری ایران در شهر کاپان نیاز به همین انبوه حوزه تجاری و اقتصادی. خب رهبران دو کشور در عالی ترین سطح رهبری جمهوری اسلامی ایران، نخست وزیر ارمنستان، وزارت خارجه دو کشور و دیگر مقامات اقتصادی همیشه تاکید کردند بر توسعه روابط و این توسعه روابط یه بخش اصلیش که تجاری هست و اقتصادیه آگاراک یا مقری میگذره. خب از زمانی که سرکنسولگری افتتاح شده ما تونستیم در تسهیل تردد این جریان تجاری کمک کنیم به دو سوی مرز.
فکر میکنم تو این زمینه ما موفق بودیم. دلیلش هم تردد روزانه حدود 400 تا 500 گاهی اوقات 600 کامیون به صورت روزانه در دو طرف مرزه. فکر میکنم این اراده در به اصطلاح مقامات دو کشور وجود داره برای توسعه بیش از پیش. ما تلاشمون رو میکنیم و قطعا دورنما برای گسترش روابط روشنه. Եթե կարելի է, որտեղ երկար խոսեցի, ուրեմն ինչպես որ անդրադարձա մեր 1.5 տարվա այս անցյալի մեջ, ինչ որ կա, նաև կա բնականաբար տնտեսական եւ առևտրային ոլորտի զարգացման եւ մեծ ծրագրեր նախագծեր, դրանցից ամենակարևորը մեր Նորդուզ մեղրի անցակետում արդեն մի քանի ծրագրեր նախագծեր իրագործվել են եւ ինչպես որ գիտեք, Ագարակի այդ ճանապարհասությունությունը մեծ ազդեցիկ ճանապարհ է, ինքը թե Իրանի համար եւ թե Հայաստանի համար, որ այդ ոլորտում արդեն մեծ քայլեր է ձեռնարկվել եւ մյուս կողմից էլ մեր հենց անցակետում հենց այս պահի դրությամբ մենք բավական գործեր ենք արել, որպեսզի ավելի հեշտ ու արագ ընթանա այդ ընթացքը, մեքենաների առևտրական մեքենաների անցուդարձը, օրական հիմա 400-ից 500 մեքենա է անցնում օրական եւ բնականաբար դա մեծ տնտեսական զարկ է տալիս աշխատանքներին, երկու երկրների բնականաբար ղեկավարման մարդիկ այս թեմայով բավական զրուցում են եւ փորձում են որ ավելի լավագույնին հասցնեն բոլոր նպատակները։ Տրանսպորտային ուղիղների ապաշրջափակման վերաբերյալ մենք գիտենք, որ Իրանը այս հարցում կարևորում է Հայաստանի ինքնիշխանության պահպանումը, այս առումով ինչ կարող է ասել, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը չի թաքցնում իր հավակնությունները այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նկատմամբ։ Այսպիսի برنامه‌ای که حالا برپا شده دست دالان و دست ارتباطاتی که حالا آذربایجان تو این زمینه خیلی فعاله و میخواد یه جوری میخواستن ببینن نظر ایران در این زمینه بشه. خب سیاست‌های ایران در خصوص سوالی که شما کردید کاملا روشنه و در عالی ترین سطح که رهبری جمهوری اسلامی ایران باشند بارها تکرار شده، از جمله در ملاقاتی که همین 2-3 هفته اخیر رهبر جمهوری اسلامی ایران آیت الله خامنه ای با آقای پاشینیان داشتند، مجددا این بحث رو خیلی صادقانه و قاطعانه بیان کردند. فکر میکنم جواب ما کاملا روشنه. Բնականաբար Իրանի ռազմավարությունը այս ոլորտում միշտ հստակ է եղել եւ միշտ նույն պատասխանն է տրվել այս հարցին։ Ռազմավարությունը շատ հստակ է։ Վերջի 2-3 շաբաթների ընթացքում պարոն Փաշինյանը, որ Իրան այցելեց, հանդիպել է Իրանի հոգեվոր առաջնորդին եւ նորից քննարկվել է նման թեմա եւ նորից Իրանը շեշտել է իր ռազմավարությունը եւ մեր բոլոր խոսքերը միշտ նույնը մնում է, ոչ մի փոփոխություն չկա։ Սահմանների անկապ Այո, Կարմիր գծի Իրանի այո։ Դրական։ Տաշարքում։